Պանորամա EM-ը մեջբերելով գոլս Արմենիա օրաթերթը գրում է. Ինչքան էլ Հակի Քարոզչյա մեքենան փորձում է մարդկանց համոզել, թե ՀՀԿ-ական Արամ Դանիելյանի հաղթանակը 5000 դրամ բաժանելու արդյունքն է, շատ մակերեսային եւ պրիմիտիվ կլներ մտածել, թե գործող քաղաքապետը հաղթել է 5000 դրամի կարիք ունեցող հրազդանցու հաշվին։ Գոլս Արմենիին շեշտում է, որ հրազդանի ընտրությունները վառ ապացույց են Հակի քաղաքական կապիտալի կորստի։ Լրագիր EM-ի խմբագրականը կարծիք է հայտնում, որ Հայաստանում ընթացող ներքաղաքական գործընթացների թիրախն այլևս ոչ թե 2012-ի կամ 2013 թվականի ընտրություններն են, այլ 2017-18 թվականների ընտրությունները, երբ Հայաստանում անպայման տեղի է ունենալու նախագահի փոփոխություն։ Դրան կարող են խոչընդոտել միայն ֆորս-մաժորային իրավիճակները, երբ Սերժ Սարգսյանը ստիպված լինի հրաժարական տալ։ Հեղինակը կարծում է, որ առայժմ այդպիսի հեռանկար Սարգսյանին կարծես թե չի սպառնում, հատկապես այն բանից հետո, երբ հրազդանում փորձարկվեց խորհրդարանի որակյալ ընտրության մեխանիզմը, որը ստացավ նաև արևմուտքի աջակցությունն ու հավանությունը։ Armenpress-ը գրում է, որ մամուլում տեղեկություն է տարածվել, թե ոստիկանության անձնագրային բաժանմունքներում քաղաքացիներին հրաժարվում են անձնագիր տրամադրել, բլանկեր չունենալու պատճառով։ Հայաստանի ոստիկանությունը տեղեկացնում է, որ բաժանմունքներում առկա են անհրաժեշտ քանակի անձնագրային բլանկներ, եւ քաղաքացիները կարող են դիմել սահմանված կարգով։ Մեդիամաքս-ն այսօր անդրադարձել է հայրենական արտադրության սերիալներին, անհրաժեշտ է կանգ առնել։ Նման հեռուստասերիալների միջոցով մեր որակն է փոխվում, հասարակության հոգեբանական կերպարը։ Այստեղ շատ լուրջ ու մտածված մոտեցումներ են հարկավոր, կարծում է հոգեբան Կարինե Նալչադյանը։ Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը դաշտը մաքրելու միակ տարբերակն այլընտրանքի մրցունակ արտադրանքի ստեղծումն է համարում։ Aerial Vortex բլոգերը մի շարք հարցեր է բարձրացրել ավտոմեքենաների տեղզնման ոլորտում իբր իրականացված բարեփոխումների վերաբերյալ։ Ինչ է նշանակում կոռուպցիոն երևույթների վերացում այն դեպքում, երբ մարդն ուղղակի պիտի գնի տեխնիկական զննման կտրոնը, այն պարագայում, երբ այդպիսի զննում փաստորեն չի կատարվում, ինչպես եւ առաջ էր։ Արդյոք ավելի լավ չէր լինի վերացնել պարտադիր տեխնիկական զննում գաղափարը, թե չէ ստացվում է, որ մի թղթի կտոր են գնում բանկից, օրինականացված անտրամաբանություն, կարծում է բլոգերը։